Սա կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր Եփրեմ Աշոտյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատունն է։ Այն րոպեներ անց գետնին կհավասարեցվի։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եղբոր բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցած առանձնատունն ապամոնտաժվել է ի կատարումն դատախազության միջնորդագրի։ Այժմ էլ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբորը Եփրեմ Աշոտյանին պատկանող նրա կողմից կառուցված առանձնատանը և հատկանշական է այն, որ սույն առանձնատունը կառուցված է հողամասում, որի նկատմամբ նույնիսկ վարձակալության իրավունք չունի կառուցապատած անձը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին։ Դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ։ Այս հայտարարությունից ի վեր Սևանա լճի ափամերձ հատվածներում մեկը մյուսի հետևից ապամոնտաժվում են բացարձակ նիշից ցածր կառուցված ապօրինի շինությունները։ Փետրվարի 24-ին ապամոնտաժվել է նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ, Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին падգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի ապօրինի կառուցած քոթեջը։ Նա, ինչպես Արմեն Աշոտյանի եղբայրը, վարձակալության իրավունք չի ունեցել։ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացվում են Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող բացարձակ նիշից ցածր հատվածներում գտնվող ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այս պահի դրությամբ արդեն իսկ 25 հողամասերում ապամոնտաժվել են 65 շինություններ։ Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժել էր նաև ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի կառուցած առանձնատան բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ 2025 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությանը եւ Սևան ազգային պարկին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը եւ Գեղարքունիքի մարզի դատախազությունը հասցեագրել են եւս 8 միջնորդագիր։ Դատախազությունը դատարան նաև հայցեր է ներկայացրել, որոնք վերաբերում են Հարսնաքար հյուրանոցի վարչական համալիրին, Հարսնաքար հյուրանոցի քոթեջներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Կապավոր ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատներին։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության եւ Գեղարքունիքի մարզի դատախազության պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Վիստինե Թորոսյան, լուրեր։